Ընդհատում էին խոսքի ընթացքում, այս մասով ինչ կասեք եւ ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեք այս։ Ասեմ, երևի թե օրինաչափ ընդհատումներ էր, որովհետեւ ժամանակի հաշվարկ ուներ դատավորը եւ դատաքննությունը անսպասելի շարունակվեց, հասկացա, որ լիքը հարցեր կան, որ պետքա տայինք առաջինը պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին, այսինքն Ժաննա Անդրեասյանին, որը դիտավորյալ ներկա չի գտնվել, իսկ այն երիտասարդը ընդհանրապես իրավասու չի, իրազեկված չի այս գործողությունների մասով, ինքը ուղղակի իրավաբանական կողմն է ապահովում, հետևաբար դատավորը նույնպես պարտավոր էր Ժաննա Անդրեասյանին հրավիրել հաջորդ դատաքննությանը եւ իմ կարծիքով իմ միջնորդությունը այս անգամ կանցնի, չեմ կարծում, որ Տիկին Ժաննա Անդրեասյանը մինչև հաջորդ նիստը պաշտոնից կհեռացվի, որովհետև ցանկացածը իր արած չարածի համար պետքա պատասխան տա եւ այդ հարցերը կուղվեն իրան։ Ասեմ, որ այն ինչ որ ուզում էի ասեի, որ Ժաննա Անդրեասյանը նախորդիվ արկա է նաեւ գործ Կարին Տոնոյան եւ Արա Զորաբյանը նույնպես դատի են տվել, մի քիչ այլ ասպեկտով են, այս նույն 7-րդ դասարանի դասագիրքը դատի տվել։ Ես ասեմ, որ մեր հանդիսատեսին, որ արկայա 2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանի մայրենիները, որոնք վրիպակոտ պատահականությամբ չգիտես ինչի նույն առարկաներ շահարկվել իրենց կողմից, իսկ 7-րդ դասարանի մայրենի պատմությունը եղել է որպես բոնուս, նաև որպես պատմաբան չեմ եղել, այսօր ներկա էր նաև պատմաբան Հայկ Դեմոյանը, որպես վկա ներգրավելու եւ գրախոսականների մասով 50 հոգու պատմաբանների նույնպես պատասխանները շատ կարևոր են դատաքննության ընթացքում։ Եվ ասեմ մի շատ զարմանալի բան, որ թերևս ես նաև պետք է հարցում տայ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնող անձի, արդյոք նա տեղյակ է, որ փորձաքննություն տվողների վրա եղել են բռնաճնշումներ։ Սա շատ, այսինքն այն հանգամանքը, որ եզրակացությունը տրվել է, փորձաքննությունը անցել է, մրցույթային հանձնաժողովը որոշում է կայացրել, այդ մասով անգամ վկա Հայկ Դեմոյանը կարող էր ասել, որ իրականում երբ որ եղել է մեր պատմության թանգարանի Երևանի Էրեբունու թանգարանի տնօրենի մոտ հավաք ԿԳՄՍ-ի, հետագայում այդ փորձագետներին կամ պատմաբանների հանդեպ եղել են բռնաճնշումներ։ Այդ մասին մենք չենք խոսում, այսինքն արկայա նաև հանցագործություն, որը տեղի է ունեցել ինչ որ անորոշ խմբի կողմից, որի արդյունքում հաղթել է այս կամ այն գիրքը։ Այսինքն իրականում նորմալ, իրականում պատշաճ դասագրքեր ստեղծելը չի եղել ԿԳՄՍ նախարարի, այսօրվա ԿԳՄՍ նախարարի գործողությունը, եղել է աղավաղում, որովհետև իմ մոտ լիքը կասկածներ կա, որ սա չի եղել վրիպակ պատահականությունը, այլ եղել է օրինաչափություն, այս մասով որոշողը ես չեմ, այլ իրավապահ համակարգն է եւ դատարանները։ Այսքանը ինչ որ ուզեի ասեի։ Եթե հարցեր կա, կարճ կպատասխանեմ։ Այնտեղ ներսում նաև ներկայացրեցիք որոշ հարցեր, որոնք դատավորը չթողեց վեր բարձրաձայնել, քանի որ նրանց չէիք ներկայացրել, այդ հարցերը կցանկանայի մանրամասներ։ Նախ ես եզրակացությունն էի ուզում տալ, որ եզրակացության մեջ ջնջված են ազգանունները, իսկ երբ որ մարդու իրավունքի գրասենյակի կողմից ներկայացվել է, թե եզրակացություն տվողներին ինչի չեք բացահայտում, ասում է հրապարակման ենթակա չի, որովհետև չենք ուզում թիրախավորենք անձանց, այսինքն այն մարդը, որ եզրակացություն է տվել եւ լավ գործ է արել, թվում է թե որ դասագիր կունենա մեր երեխաները, հա, մեր սերունդը, հա, իրականում այնց են անում, որ չթիրախավոր, ինչի, եթե լավ գործ են արել, ինչի պետք է չի թիրախավորեին։ Իրականում սա 20 գիծ N հրամանի մեկնաբանումն է 27-րդ կետը, որտեղ նախապես Ժաննա Անդրեասյանը լինելով փոխնախարար այդ ժամանակ կայացրել է որոշում, ապօրինի որոշում, որպեսզի կոծկի այն ինչ որ կանի հետագայում, այսինքն 23 թվին, 24 թվին, 25 թվին, եթե մնա նախարար, բայց
ոնց ասում են, մենք պետք է սպասենք։ Եթե թույլ տաք նաև այսօրվա ծնողներից կամ պապիկներից մի քանի խոսք ասեն ձեր թույլտվությամբ։